Պարոն Ոսկանյան, ինչպես գիտենք, Հայրենիք կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը այս պահին կալանավորված է։ Ինչու իշխանությունները որոշեցին կալանավորել Խաչիկ Գալստյանին, այն էլ դեկտեմբերի 30-ին։ Ընդհանուր առմամբ նախ կուզենայի զորակցությանս հայտնել իմ ընկերոջը եւ նաեւ գործընկերոջը, պարկեշտ մարդու, ավանդական ընտանիքի հորը, գիտնականին, պրոֆեսորին եւ նշել, որ նման ձերբակալությունները, նման կալանավորումները միգուցե իրավաբանական եզրույթը ճիշտ չեմ օգտագործում, ամենևին չեն նպաստում, որպեսզի Հայաստանում հաստատվի համերաշխության մթնոլորտ, ինչի մասին պարբերաբար խոսում են նաեւ իշխանությունները, թվում է թե խոսում են, բայց իրականում ինչ են անում, մենք տեսնում ենք։ Այս համատեքստում ակնհայտ է, որ գործ ունենք բացահայտ քաղաքական ճնշման կիրառման հետ եւ Խաչիկ Գալստյանը, դոկտոր պրոֆեսոր Խաչիկ Գալստյանը քաղաքական բանտարկյալ է, որևէ այլ կարծիք այս հարցում չի կարող լինել եւ ես կարծում եմ նաեւ առաջիկայում դատական հատվածում մենք ականատես կլինենք, եթե արդար վճիռ կայացնի նրա արդարացման կամ նրա ազատ արձակման։ Որևէ պարագայում մենք չպետք է խախտենք կարմիր գծեր Հայաստանում։ Քաղաքական պայքար է, բայց մարդկային կարմիր գծերը խախտելը կոպտագույն սխալ է։ Խաչիկ Գալստյանի նման պարկեշտ մարդուն կալանավորելը, ձերբակալելը, նրան բանտ ուղարկել այդ կարմիր գծերի հատում է եւ պարկեշտության հատում է, քաղաքական պարկեշտության, մարդկային պարկեշտության, բարոյական սահմանների հատում է։ Հետևաբար այս համատեքստում կարծում եմ պետք է լրջորեն մտածել նրան այդ մեթոդաբանությամբ լրացնել փորձողները, նրան այդ մեթոդաբանությամբ, ինչպես ասում են, քաղաքական պայքարից դուրս հանել փորձողները։ Դա անմարդկային քայլ է, միանշանակ տամարդի քայլ է եւ խստորեն դատապարտելի քայլ է։